Մաղադանոսը պետրուշկան ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես իսկական բուժիչ էլիքսիր։ Այս համեմունքը հարուստ է A, C, K վիտամիններով, երկաթով, կալիումով, հակաօքսիդանտներով։ Ահա թե ինչպես է այն օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ օրգանիզմի տարբեր համակարգերի աջակցման համար։ Առաջին՝ երիկամների և միզապարկի առողջություն։ Մաղադանոսը հզոր բնական միզամուղ է։ Այն օգնում է դուրս բերել ավելորդ հեղուկը և տոքսինները օրգանիզմից, կանխում է այտուցվածությունը, ուռածությունը, նվազեցնում է երիկամներում քարերի առաջացման ռիսկը։ Ժողովրդական դեղատոմս։ 1 ճաշի գտալ թարմ կամ չորացրած մաղադանոսին, ավելացնել 1 բաժակ եռմանջուր, թողնել 15-20 րոպե և քամել։ Խմել օրական 2-3 անգամ ուտելուց առաջ։ Հաջորդը՝ մարծողության բարելավում։ Մաղադանոսը օգնում է պայքարել փորափքանքի գազերի դեմ, խթանում է մարծողական ֆերմենտների արտադրությունը, լավացնում է ախորժակը։ Իսկ բերանի տհաճ վերացնելու համար բավական է ընդամենը ծամել մաղադանոսի մի քանի թարմ տերև։ Երրորդ՝ սրտանոթային համակարգ և ճնշում։ Կալիումի բարձր պարունակության շնորհիվ մաղադանոսը օգնում է կարգավորել արյան ճնշումը։ Այն ամրացնում է անոթների պատերը, նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակը։ Չորրորդ՝ տեսողության և իմունիտետի ամրապնդում։ Մաղադանոսի մեջ C վիտամինի քանակը 3 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի մեջ, իսկ բետա-կարոտինը A-վիտամինը հիանալի կերպով պաշտպանում է տեսողությունը և բարելավում աչքերի առողջությունը։ Եվ հինգերորդ՝ կոսմետոլոգիա և մաշկի խնամք։ Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսի հյութը համարվում է լավագույն բնական միջոցներից մեկը մաշկի պիգմենտային բծերը, լաքաները և պեպենները սպիտակեցնելու, ինչպես նաև աչքերի տակի մուգ շրջանակներն ու այտուցները հեռացնելու համար։